Սա միակ նախաձեռնությունն է, որը որ ծնվել է Հայաստանում, որը որ նաև ճանապարհորդել է Հայաստանից դուրս, ներկայացնելով Դուբայի օպերայում, ինչը որ կարևոր նշաձող է շատ տեղական նախագծի համար, որը որ ունի միջազգային ճանաչության անուն Մայքլ Ջեքսոն, որը որ ավելի քան հայտնի պոպուլյար արտիստ է եւ իր երգությունը ձևավորել սիմֆոնիկ մշակույթին համապատասխանեցնել, կարծում եմ, որ ստացվեց եւ տեսնում նաեւ մարդկանց ոգևորությունը համերգով, որը որ առաջ անգամ չենք անում Երևանում եւ դա նույնպես փաստ է եւ արդեն կայացած նախագիծը եւ մեծ հաջողություն է մեր համար, որ մենք ունենք նման նախագիծ, որը որ ունիկալ է, որը որ մերն է եւ որը որ մարդկանց մոտիվացնում է, որ գան եւ լսեն նվագախումբը։ Սիմֆոնիկ ռոք, սիմֆոնիկ ջեքսոն ունենք տենց համարցակ դեկալեր են եւ գաղափարներ են, որ սիմֆոնիկ ռոքի գաղափարը այն մարդկանց, որոնք որ սիրում են ռոք եւ չգիտեն նվագախմբի մասին եւ սիմֆո ռոք մշակույթը շատ արդիական է եւ շատ են արել։ Մենք առաջինը չենք, բայց Հայաստանում որ ներկայացնենք որպես նվագախմբի գործունեության մի մաս, որովհետեւ ես պատկերացնում եմ, որ մարդիկ, որոնք որ սիրում են ռոք, սիրում են որակով ռոք, իսկ մենք դեռ խոսենք, ես միշտ ամեն դեպքում խոսում եմ որակյալ կոնցեպտից, որովհետեւ մենք ժանրային չի տարբերություն, մարդը կարող է զբաղվել դասական երաժշտությամբ, լինի շատ տաղանդավոր եւ մարդը կարող է զբաղվել ռոքով, լինի նույնպես շատ տաղանդավոր, շատ են, տաղանդները շատ են եւ այդ տաղանդների քիմիան միասին տալիս է ունիկալ, կարծում եմ, նախաձեռնություններ եւ պրոյեկտներ, սիմֆոնիկ ռոք, սիմֆոնիկ հոլիվուդ, սիմֆոնիկ մուլտֆիլմեր, սիմֆոնիկ հայ ֆիլմ, ունենք այդ կոնցեպտները, որտեղ որ մենք ցույց ենք տալիս, հնչեցնում ենք եւ խոսում ենք սիմֆոնիկ մշակույթի մասին, որովհետեւ իմ պատկերացումը եւ մեր թիմի պատկերացումը, որ եթե մարդիկ գան եւ լսեն սիմֆոնիկ Ջեքսոնը եւ սիրահարվեն նվագախմբին, սիրահարվեն բառը բուն իմաստով, այդ բառը բուն իմաստը այն է, որ մարդիկ հետևեն եւ իրենց համարեն, որ իրենք նվագախմբի մեծ երկրպագուներն են, որոնց կարիք մենք շատ ունենք, որովհետեւ այդ քիմիայով մենք սնվում եւ դա է մեզ ոգևորում, որ նաեւ կհետևեն մեր զուտ, խիստ, բարդ դասական գործունեությանը, դա մեր երազանքն է, որին մենք գրեթե բոլոր հստակ փաստերով, ցուցանիշներով հասնում ենք։ Խնդիրը pop ժանրի մասին չի, խնդիրը այն է, որ նյութը եւ դասական չէ, նվագախմբի համար կան դժվարություններ, որ իրանք ոչ դասական մեխանիկայի երաժշտության մասին եմ ասում, այսինքն որ որպես գործիքներ ամեն անգամ չի ստացվում, որ դուք կարողանաք ցանկացած երաժշտություն գործիքավորել ջութակի կամ ֆլեյտայի կամ գալարը փողի համար, Ջեքսոնի երաժշտությունը համապատասխանեցրել ենք ամենամաքսիմալին, բայց Ջեքսոնի երաժշտության մեջ կա սիմֆոնիզմ։ Սիմֆոնիզմը կարելի լինի նաև շատ փոքր կազմիկված երաժշտություն, բայց սիմֆոնիզմը դա երաժշտության դնթն է, ոնց է ինքը կարողանում հնչի միասին։ Հիմա Ջեքսոնի երաժշտությունը իրոք սիմֆոնիկ է եւ Ջեքսոնի երգերի մեջ նաեւ կան, եթե մարդիկ գիտեն Ջեքսոնի երաժշտությունը, կան էլեմենտներ, որտեղ որ նույնիսկ դասական երաժշտությունից վերցած կտորներ կան Ջեքսոնի ալբոմներում, որը որ նաեւ իրեն է ոգևորել, որտեղ երաժշտության պաշարը շատ մեծ է, բայց միշտ չէ որ դա ստացվում է, կարծում եմ որ սիմֆոնիկ Ջեքսոնը դա այն նախագիծն է, որը որ ամեն մի երգ ընտրելուց մենք պատկերացնում ենք որ այդ երգը կկարողանանք, մենք այն սիմֆոնիկ բարի բուն իմաստով դեսիմֆոնիկ հնչողություն ստանանք թե չէ, կարծես թե ստացվել է։ Ցանկացած ժանրային միքս սիմֆոնիկի հետ ես պատկերացնում եմ նույնիսկ ամենա չսպասվածը, նույնիսկ տենց որ մարդիկ տենց արժեքազրկում են մաքսիմալ ինչքան որ կարող, ես ամեն ինչ պատկերացնում եմ, որովհետև սիմֆոնիկ մշակույթում սիմֆոնիկը երբ արդեն բեմում է, արդեն կա որակ, իսկ որակը եթե ժանրային է, եթե կոնտենտի մասն է խոսքը, ծրագրի մասն է խոսքը, այո, մենք ունենք շատ տենց համարձակ մտքեր, բայց դեռ չունենք ժամանակ դա իմպլեմենտացնելու, խոսք ենք տալի մյուս համագաշրջանին դա կներկայացնենք։